Դե հո երեխեքը չեն ծնվել։ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Վառելիքի պահեստի պայթյունից հետո անհետ կորած Արմեն Մովսեսյանի մայրը որդուց արդեն 2 տարուց ավելի է ոչ մի լուր չունի, կարծում է նա ողջ է։ Կառավարությունից դժգոհ 64-ամյակինն ասում է տղայից անգամ մի մասունք չեն գտել, որ հաստատվեր, զոհվել է։ Այդ սաղի դենկան համապատասխանեց այդ 23 հոգուն ոչ մի բան։ Մինչդեռ եղբոր ընտանիքը պայթյունից զոհված 22-ամյա տղայից մի մասունք է ստացել։ ԴՆԹ անալիզը հաստատել է այդ մասունքը հենց եղբոր տղայինն է։ 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից 219 մարդ է զոհվել, 22-ն էլ անհետ կորած են համարվում։ Անհետ կորածների հարազատները պարբերաբար տարբեր գերատեսչությունների են դիմում իրենց հարազատների վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու համար։ Այսօր էլ նրանք կառավարության շենքի առջև էին հավաքվել։ Գործադիրում ասում են անգործության են մատնվել։ Պահանջում են որոնողական աշխատանքներ ու իրենց հարազատների վերադարձ, ոմանք նաև աճյունների։ Մարտունիից Սևիլիա Սարգսյանը մինուճար որդու աճյունն է խնդրում, որ բռնի տեղահանումից հետո Արցախում է մնացել։ 35-ամյա տղան 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով է զոհվել։ 57-ամյա կինն այսօր նույն պահանջով սկզբում կառավարության մոտ, հետո էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև էր։ Որ եկել են կառավարության շենքը այացի, շենքն եք եկել, պարոն Ալբազյանը մեզ կարգին լավ ընդունեց, ասեց, որ համեկը զբաղվում եք այդ հարցով, պարոն Մարտիրոսյանն էլ ընդունեց, եկանք իրան հետ, ասեցին, որ հա կբերենք այդ աճումները բանը, այստեղ։ Դե հիմա որ ինքը հանեցին, չի աշխատում, եկեք իրան կողքը ասում, մենք չգիտենք այդ հարցը դուք դիմել եք, դիմել չենք, ուզում եք նոր հարցով զբաղվենք, մաս քանի անգամ եք մեկ ԱԱԾ-ում դիմում գրել ներկայացել, որ մեր երեխաները իրենք ստեղ։ Հայաստանցի իրավապաշտպանները պարբերաբար են բարձրաձայնում, որ Ադրբեջանը հատկապես 2023-ից հետո սահմանափակել է որոնողական աշխատանքներն ու հետաքննություն անցկացնելու հնարավորությունները։ Բաքուն, սակայն դեռ Վաշինգտոնում օգոստոսին նախաստորագրված խաղաղության փաստաթղթով համաձայնել էր, որ փորձելու է լուծում տալ անհետ կորածների խնդրին։ Ընդ որում, անհետ կորածների հարցերով առանձին հայ-ադրբեջանական հանձնաժողով է գործում, որը այս տարի 2 հանդիպում է անցկացրել։ Վերջինը հունիսին էր, բայց որևէ արդյունքի մասին չեն հաղորդել կողմերը, միայն նշել են, թե կշարունակեն աշխատանքը։ Դեռ 44-օրյա պատերազմից հետո 191 մարդու ճակատագիր անհայտ է համարվում, մոտ 900 հոգի էլ անհետ կորած է համարվում Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։ Ամիսներ առաջ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմից հետո դեռևս 81 մարմին ու մասունք է պահպանվում դիահերձարաններում, բայց դրանց նույնականացման արդյունքների հետ ծնողները համաձայն չեն։ Կառավարությունից շարունակում են պնդել իրենք զբաղվում են նաև անհետ կորածների հարցերով։ Այն ամենը ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Անհետ կորածների հարցով քննչական կոմիտեն է զբաղվում։ Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհված ծնողների կողքին, մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց։ Իհարկե հնարավոր է նաև դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Միայն թե անհետ կորածների ծնողները, հարազատները շարունակում են պնդել, իրենց հարցը մոռացության է մատնվել։ Այսօր նրանք նամակ հանձնեցին նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։ Հույսը չեն կորցնում, որ միջազգային կառույցները կարող են իրավիճակ փոխել։ Մենք նույնիսկ Տրամպին ենք նամակ գրել։ Օգոստոսի 8-ին մենք Տրամպին նամակ ենք գրել, մեր երեխաքի ցուցակն ենք ուղարկել անուն առ անուն։